Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արթուր Մանուկյանին։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերն ընդունեցիք։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Բժիշկ Մանուկյան, ուզում եմ խոսենք, թե հիմնականում անցնող տարին 2025 թվականը ինչով նշանավորվեց պոլիկլինիկայի համար, ինչ ձեռքբերումներ ունեցաք հիմնականում։ 2025 թվականը բավականին բեղմնավոր էր մեր պոլիկլինիկայի համար, բավական նոր ձեռքբերումներ ունեցանք, ինչ առումով, առաջի հերթին պոլիկլինիկան հագեցվեց որոշակի սարքավորումներով։ Մենք 2025 թվականի հունվար ամսից ձեռք բերեցինք վերջին սերնդի սոնոգրաֆիկ սարք Mindray ֆիրմայի արտադրության իր 3 տվիչներով բազմաֆունկցիոնալ ինքը բավականին մեծ հնարավորություններ ունեցող սարք է։ Իհարկե սա ձեռք բերվեց լիզինգային վարկավորման միջոցով, այստեղ շատ մեծ դեր ունի նաև լիզինգային վարկավորման պետական ծրագիրը, որտեղ կառավարությունն էլ է սուբսիդավորում այսպիսի ծրագրերը պետական մեր նման հիմնարկների համար, առողջապահական կազմակերպությունների համար, եւ այդ սարքը հաջողությամբ ներդրվել է մենք եւ մեր մասնագետներն էլ երկու սոնոգրաֆիստներն բավականին փորձված մասնագետներ են եւ հաջողությամբ արդեն ազգաբնակությունն էլ գիտե, հոսքն էլ բավականին շատ է եւ մեծ արդյունք է տալիս ինքը։ Այսինքն 2025-ը շատ ձեռքբերումով սկսվեց եւ մյուս հաջողությունը ձեռքբերումը մեր համար մեր նախարարության կողմից, առողջապահության նախարարության կողմից տրամադրված թվային ռենտգեն սարքն էր, որը նույնպես գերժամանակակից սարք է, ինքը բազմաֆունկցիոնալ սարք է, հզոր ռենտգեն ապարատ է եւ ինչն է իր առավելությունը, որ Երևանում նախկին այդ ռենտգեն պլյոնկաների վրա այդ Երևանում արդեն բացակայում է, ինքը պատկերը միանգամից ստացվում է կամ մոնիտորի վրա, կամ բժշկի համակարգիչի վրա, ավելի պարզ ցայտուն պատկերով եւ սա օգնում է բժշկին ավելի հստակ ախտորոշում տնելու, ճիշտ ախտորոշում տնելու եւ սխալվելու հավանականությունը ռենտգեն դիագնոստիկայի տեսակետից ինքը նվազում է, համարյա զրոյացվում է։ Այս սարքով էլ մենք դա եւս ձեռքբերում ենք 2025 թվականի համար։ Մյուսը մեր սարքավորումներից մենք պայմանագիր կնքեցինք 2025 թվականին Delta ընկերության հետ, որը խոշոր ընկերություն է բուրսարկավորումներ ներկրող ընկերություն է, հանձնում է աշխարհում բազմաթիվ հայտնի բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում։ Ձեռք բերեցինք լաբորատորիայի համար կլինիկական ավտոմատ անալիզատոր սարք։ Ավտոմատ անալիզատոր ձեռք բերեցինք, ինչն է սա, այս սարքի առավելությունը ինչն է, նախ ինքը տալիս է արյան ընդհանուր քննության հետազոտության տևողությունն է շատ կրճատվում, դառնում է 15 րոպե, 15 րոպեի ընթացքում մեկ նմուշի պատասխանը ինքը տալիս է։ Այն դեպքում, երբ մարդիկ առաջ չէ, ձեռքով է արվում մանրադիտակի տակ եւ այլն նայելով եւ տալիս է բացի դրանից, եթե մեր հին սովորական մեթոդներով մեր լաբորատորիան արյան ընդհանուր քննություն տալիս է մինչեւ մաքսիմում 21, առավելագույնը 21 ցուցանիշ, է սարքը մեզ հնարավորություն է տալիս 41-ից մինչև 69 ցուցանիշ արյան կլինիկական հետազոտության մեջ տալ։ Եվ այստեղ մարդկային գործոնն է մի քիչ բացը, արդեն մարդկային գործոնի ազդեցությունն է քչանում, որովհետև սարքը ինքը ավտոմատ է, հետազոտության արդյունքը միայն մնում է փորձված բժշկին վերցանել ուղղակի։ Վերցանել, սա մեր բժիշկ լաբորանտներ, մասնագետներ բավականին փորձառու է, երկար տարիներ առողջապահության ոլորտում աշխատում է եւ այդ սարքի հետ էլ ինքը ծանոթ է եւ այդ սարքի հետ աշխատելու ինքը առանձնապես դժվարություն չունի։ Նոր իհարկե մենք արդեն սարքը ձեռք ենք բերել, բայց ինքը մի քիչ ունի տեխնիկական խնդիրներ եւ այս տարվանից 2026 թվականից արդեն մենք աստիճանաբար կսկսենք շատ կարճ ժամանակում կիրառել, սարքի իր կիրառությունն արդեն կունենա, ինչալուց ասեմ, նա ինքը եւ կբերի եւ բոլոր պոլիկլինիկա հաջախող պոլիկլինիկային գրանցված շահառուների համար ընդհանրապես սարքը եւ pedagogan պատվի շրջանակներում մենք արյան հետազոտություն ընդհանուր հետազոտություն կիրականացնենք
Սա կօգնի մեր բժիշկներին, թերապևտներին, դանեկան բժիշկներին, մանկաբույժներին հիվանդությունների ախտորոշման, ժամանակին բուժման առումով մեծ ինֆորմացիություն ունեցող սարք է։ Մյուս ձեռքբերումը մեր 2025 թվականին մենք իհարկե մենակ դա մեզ չի վերաբերում, ընդհանրապես բոլոր պոլիկլինիկական ԱՊ օղագին է վերաբերվում նաև ներդրեցինք մեր լաբորատորիաներում որակի կառավարման համակարգը, ինչ է սա իրենից ներկայացնում, սա մի համակարգ է, երբ որ լաբորատորիայում վերահսկում ես նմուշների, լաբորատոր նմուշների սկսած նմուշարման փուլից լաբորատորիա մուտք գործելու process-ը, իր հոսքայնությունը մինչև լաբորատոր պատասխանի տալը։ Բոլորը փաստաթղթավորվում է ըստ համակարգի, ստանդարտացվում է եւ սա էլ անձնակազմի համար նաեւ ավելի հեշտացնում իր աշխատանքը, ավելի ծյուրին է դարձնում եւ սխալվելու հավանականությունը եւս ավելի քչանում է։ Չնայած որակի համակարգ ընդհանրապես բժշկական օգնության ոլորտում, սպասարկման ոլորտում, որակը ինքը շարունակական, մշտական զարգացում պահանջող process է։ Այնպես չի, որ այս կառավարման համակարգը մենք ներդրել ենք ու դրանով սահմանափակվել ենք, ասել ենք, որ վերջ, մեր լաբորատորիան արդեն ամենավորակյալն է, որովհետև բժշկությունը անընդհատ զարգանում է, անընդհատ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս, անընդհատ նոր մոտեցումներ են բժշկագիտության մեջ ի հայտ գալիս եւ համահունչ այս համակարգը կօգնի զարգանալ, առաջ գնալ, որակը շարունակաբար բարելավել։ Իսկ մինչ այդ ինչպիսին էր իրավիճակը, օրինակ, լաբորատորիայի որակի կառավարման համակարգ։ Մինչ այդ Ինչ դրա ներդրում է, ինչպես էր կառավարվում։ Գիտեք ոնց է, ինքը համակարգված չի եղել է դերևս նախկինում տարիների ընթացքում, նույնիսկ ես կարող եմ ասել, որ եղել են, իհարկե դա մեր լաբորատորիային չի վերաբերում, բայց որպես առողջապահության բնագավառում երկարամյա փորձ ունեցող մասնագետ ասեմ, շատ լաբորատորիաներ մինչև այդ աշխատել են նախկին խորհրդային միության կամ 90-ական թվականներին գործող նորմատիվ իրավական ակտերով, չի եղել համակարգված այդ լաբորատոր ամբողջ գործունեությունը եւ այս կառավարման համակարգը օգնում է դա բարելավելու եւ համակարգելու։ Այսինքն, այսպես ասեմ, ցանկացած արյան հետազոտություն, լինի դա բիոքիմիական հետազոտություն, կլինիկական հետազոտություն կամ մեզի ընտանուր քննություն, ինքը շատ կարևոր է սկսել հետևել, վերահսկել նմուշարման փուլից, նմուշի ճիշտ վերցման, նմուշի ճիշտ պահպանման ժամկետներից եւ փորձանմուշի, կենսաբանական նմուշի հետագա ընթացքը, թե ինքը ինչ ընթացքով տվյալ հետազոտություն իրականացավ, սրանք թվում են թե մանրուքներ են, բայց շատ կարևոր հանգամանք է վերջնական պրոդուկտը, վերջնական արդյունքը ճիշտ գնահատելու համար։ Իհարկե, լաբորատոր հետազոտություններից նաև մեծամասամբ կախված է նաև բժշկի աշխատանքը, հիվանդությունը ճիշտ ախտորոշելու, ճիշտ բուժելու կամ ժամանակին կանխարգելելու առումով։ Սխալվելու հավանականություն կա այստեղ։ Այստեղ այս համակարգի ներդրման իմաստեցին, որ ինքը սխալվելու հավանականությունը դարձնում է, եթե դու աշխատում ես արդեն քո ներդրած համակարգով, համարյա թե զրոացվում է, դարձնում է մինիմալի։ Իհարկե տեխնիկական խնդիրներ հնարավոր է ամեն դեպքում են, ասում են չի սխալվում միայն չաշխատող մարդը։ Այո։ Բայց ամենայն դեպս, եթե այդ համակարգը ներդրվում է ճիշտ, համակարգը ներդրվում է ժամանակին ու սկսում եք հետամուտ լինել նաև լաբորատոր անձնակազմն է, ինքը աշխատում է համակարգով։ Պատասխանատու կա ընդհանուր։ Իհարկե, լաբորատորիայի վարիչ, ինքը պատասխանատու է, նաև կազմակերպության ղեկավարն է դրա համար պատասխանատու, որովհետև ինքը համակարգ ներդնող առաջին վերահսկող նաև ինքն է։ Եվ իհարկե նաև կազմակերպություններ, մեր նման պոլիկլինիկաներին դա չի վերաբերում, բայց ավելի խոշոր բժշկական կենտրոններ ըստ օրենքի նույնիսկ պետք է ունենան հատուկ մասնագետներ, վերջերս նույնիսկ կառավարության 2002 թվականի այդ 867-ն որոշման մեջ, որը վերաբերվում է հիմնականում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման պահանջներին, այդտեղ հստակ փոփոխություն մտավ, որտեղ սահմանվեց արդեն որակի պատասխանատու մասնագետների կրթական ցենզը, իրեն շարունակական մասնագիտական վերապատրաստում պահանջող այդ վերապատրաստման գործընթացները եւ իր գործառույթները սահմանվեց։ Իսկ մեր նման պոլիկլինիկաներում ըստ կառավարության այդ համապատասխան որոշման, որը սպասարկում է մոտավորապես 30,000 ազգաբնակություն, մենք պետք է ուղղակի պարտադիր ունենանք որակի պատասխանատու ավագ բուժաշխատողներից որևէ մեկի վրա պետք է դրվի պարտականություններ, որը իր հերթագա այդ 5-ամյա
շարունակական մասնագիտացման զարգացման փուլում պետք է պարտադիր ունենա 50 ՇՄԶ կրեդիտ որակի կառավարման համակարգին վերաբերվող որակի ներդրման համակարգին վերաբերող այդ կրեդիտավորում սրանք պահանջներ են, որոնք մեր պետությունն են առողջապահական համակարգներ է սկսել ավելի հետամուտ լինել ու ավելի տեղին ու ժամանակին այդ փոփոխությունները առաջ տանել առողջապահության բարելավման առումով այդ փոփոխությունները Տևական ժամանակ է ինչ նաև գործում է Արմեդ համակարգը այն իր հետ ինչ բերեց որովհետև նախքան այդ հերթերի գոյացում, խնդիրներ, դժգոհություններ, տեղի անտեղի Տեսեք, հերթեր հիմնել են պոլիկլինիկաներում, կա, որ ասում եմ, այդ հերթերի խնդիրը վերացել է, չէ, դա հնարավոր չէ, որովհետև նույն ասենք վերցնենք տեղամասային բժշկի, ընտանեկան բժշկի կամ թերապևտի կամ նեղ մասնագետների աշխատանքային ժամերը ինքը դե բնական է, մարդը աշխատում ենթադրենք առօրվա 9-ից շաբաթական սահմանվել է կառավարության որոշումով ենթադրենք ընտանեկան բժշկի համար շաբաթական 36 ժամ, ինքը աշխատելու է առավոտ 9-ից մինչև 16:30 իր ընդմիջումն էլ այդ 30 րոպեա ընդմիջումն էլ աշխատանքային օրենսգրքի պահանջներով պահպանված ունենալով։ Այդ ընթացքում ինքը հնարավորություն չունի իհարկե անսահմանափակ թվով հիվանդներ նայելու։ Արմեդ համակարգը ինչով է հերթագրման համակարգը հնարավորություն տալիս, որ հիվանդը կարող է արդեն հերթագրվել նախորդ գիտենալով, որ ինքը եկավ այդ ժամին, ենթադրենք հերթագրվել է ինչ օրվա համար, այսինչ ժամին, ինքը եկավ ամենաշատը բժշկին սպասելու է 15-20 րոպե մաքսիմում, մինչև նախորդ հիվանդին ինքը բժիշկը վերջացնի կաբինետը ասադվի, իր հերթն է, իր հերթագրված ժամանակն ինքը մտնելու է բժշկի իրան ընդունելու է։ Կամ այսօր հնարավորություն չունի, բժիշկը կարող է վաղ ընդունել։ Սա պոլիկլինիկաների համար շատ հարմար տարբերակ է, որովհետև ծանր, անհետացկելի բուժօգնություն պահանջող հիվանդները միշտ այսպես թե այնպես կամ շտաբօգնության ծառայություն են դիմում կամ դիմում են ներողություն, դիմում են ստացիոնար, այսինքն հիվանդանոցային հաստատություններ։ Իսկ պոլիկլինիկական հաստատությունում հիմնականում ապօղակ դիմում են այսպես կոչված պլանային հիվանդները, որոնց մոտ այդ ժամային առումով այդ հերթագրման համակարգը այդպես կյանքին վտանգ սպառնանը չի առաջացնի, սպառնացող վտանգներ չի առաջացնի։ Մեր մոտ, մեր պոլիկլինիկայում կոնկրետ այս հերթագրման համակարգը Արմեդի էլեկտրոնային տարբերակ սկսել է ներդրվել 2024 թվականից դեռևս, բայց նախորդ տարի 2025-ին մենք արդեն վերջնական լիարժեք կարողացանք այդ համակարգը լիարժեք ներդնել մեր պոլիկլինիկայում, այստեղ ինչն էր խնդիրը, որ նախկինում ոչ բոլոր բժիշկներն էին ապահովված համակարգիչներով, սովորական պարզագույն համակարգիչներով։ Մենք 24 թվականի ընթացքում կարողացանք համարյա բոլոր բժիշկներին, նույնիսկ նեղ մասնագետներին եւ տեղամասային բժիշկներին ապահովել ժամանակակից այդ համակարգիչներով, եւ իրենք ազատ արդեն կարող են իրենց համակարգչի վրա տեսնել, թե որ ժամին, որ հիվանդն է, որ պացիենտն է հերթագրված, երբ ում է ընդունելու։ Բացի դրանից սա էլ համակարգված աշխատանքի մի մեխանիզմ է։ Սա այնքանով էր լավ, որ մենք կարողացանք ներդնել նաև հատկապես 2025-ին դա հստակ արդեն ներդրվեց մեր անկետային բաժնում, այսպես կոչված ընդունարանում, արդեն հիվանդը երբ դիմում է իր ամբուլատոր քարտը վերցնելու, որովհետեւ մտնի իր բժշկի մոտ, այդտեղ արդեն գրանցվում է էլեկտրոնային Արմեդ համակարգի գրանցամատյանում հիվանդի այցը արդեն գրանցվում է։ Այսինքն հիվանդը արդեն այցելեց, ինքը արդեն գիտե ում մոտ է գնալու, իր բժշկի իրան երբ է սպասելու։ Բացի դրանից, ընտանեկան բժշկի կողմից նեղ մասնագետների, դեպի նեղ մասնագետներ, ասենք մեր պոլիկլինիկայում գործող նյարդաբանի, գինեկոլոգի, վիրաբույժի կամ մաշկաբանի մոտ այն թղթային ուղեգրումները նախքին վերացել են, բոլորը կատարում էլեկտրոնային եղանակով շատ ավելի արագ։ Նույն գործիքային հետազոտություններ, ասենք ռենտգեն, սոնոգրաֆիա ուղղորդելը, լաբորատորիա ուղղորդելը, բոլորը կատարվում է էլեկտրոնային եղանակով։ Սա էլ էս համարում ձեռքբերում կարողացանք ներդնել, նույնիսկ մենք եթե մեր ազգաբնակչությունը գիտե, եթե հաջախել է մեր պոլիկլինիկա, հատկապես մեր պոլիկլինիկայից օգտվող մեր մոտ գրանցված բնակիչներ, քաղաքացիները գիտեն, որ պոլիկլինիկայից ներս ես մտնում կան կախված մոնիտորներ, մենք այդ Արմեդով հերթագրման տանից ոնց կարող է հիվանդը հերթագրվել,
այդ ուղեցույցը մոտ 1-2 ամիս անընդհատ բարբերաբար այդ մոնիտորների վրա երևում էր։ Բարձրացրել եք մարդկանց իրազեկվածությունը։ Բնակիչները մի արդեն սովորել են, հատկապես երիտասարդները, որ հատկապես մանկաբույժների մոտ հաճախող կամ տանեկան բժիշկների երեխաների համար հաճախող ծնողները արդեն տանից հերթագրվում են առմետ հավելվածով, հեռախոսով, իրանք պոլիկլինիկա հաճախում են իրանց այն ժամին, երբ որ իրանց բժիշկը իրենց ընդունելու է։ Եվ հիմա մենք այս նախորդ տարի 2025-ին նաև մեր ընդունարանում հեռախոսներ լրացիչ ավելացրեցինք այն բնակիչների համար, ասենք մեծ հասակների համար, որոնք երբեմն դժվարանում են հեռախոսից օգտվել, կարող են այդ հեռախոսահամարները նույնիսկ մեր Facebook-յան էջով պոլիկլինիկայի սոցցանցերով իրազեկել են, կարող են տանից զանգահարել սովորական քաղաքային հեռախոսով զանգահարել այդ հեռախոսների վրա, այնտեղ մեր անկետային բաժնի աշխատողները ոնց այսպես ասած կանչ ընդունել ոնց որ շտաբօգնություն են ընդունում, այցը ձևա գրանցեն ու ասեն, որ ժամին եք հաճախելու պոլիկլինիկա։ Ամեն ինչ անում եք, որ բուժարուն իրեն մոտ գա պոլիկլինիկային։ Իհարկե, սա ընդհանրապես ԱՊ ուղղակի առաքելությունն է, դա ընդունված կարգ է, որ պետք է բնակիչի, այսինքն քաղաքացու եւ առողջության առաջնային պահպանման ուղղակի մասնագետների միջև այդ կապը միշտ սերտ լինի նաեւ հետադարձ կապ, հետադարձ կապն էլ ինչով կօգնի, որ արձանագրված թերություններ, եղած ինչ որ բաց թողումներ, այդ ամեն ինչը ժամանակին կշտկվի։ Սա ես շատ կարևորում եմ։ Իսկապես, թիմային աշխատանքը ինչպես է կարևորում։ Թեև ձեր խոսքից արդեն հասկանալի էր, որ այդ թիմային աշխատանքը ձևավորված է կոնկրետ։ Գիտեք ինչ, ես ասեմ ձեզ, առողջապահության կազմակերպման բնագավառում, այսպես ասած, բավականին երկարակյաց եմ, բավականին փորձ ունեմ։ Ես որ հիմնարկներում, որ աշխատել եմ բուժ հիմնարկներում եւ հանդես եմ եկել որպես ղեկավար, այդ հիմնարկում, այդ կազմակերպության ղեկավար, միշտ թիմային աշխատանքը կարևորել եմ։ Այսօր, օրինակ, արդեն 2 տարի, 3-րդ տարին է որ աշխատում եմ Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայում, ես մեր բոլոր բժիշկներին, հատկապես առաջերտին ավագ բուժ աշխատողներին, որոնք անմիջապես առաջին իրենք են շփվում բուժարունների հետ, համարում եմ իմ թիմակիցները, համարում եմ իմ աշխատանքային ընկերները եւ մենակ տնօրենով, մենակ կազմակերպիչով պոլիկլինիկայի աշխատանքը հնարավոր չէ կազմակերպել։ Այսինքն թիմային աշխատանքն է, որ բերում է որակի բարելավման, բերում է շահառուների գոհունակության, բերում է պատշաճ բժշկական օգնության կազմակերպման։ Առանց թիմային աշխատանքի դա անհնար է։ Այսօր եւ ասեմ ձեզ փառք Աստծո մեր պոլիկլինիկան երևի քաղաքում մեր բնակիչներն գիտեն բավականին մեր բժիշկները պոլիկլինիկայում աշխատող բժիշկները բավականին համբավ ունեցող բժիշկներ են, փորձառու են, երկար տարիների բժշկական պրակտիկա ունեցող բժիշկներ են։ Ներգրավել են այս նախորդ տարիների ընթացքում նաեւ երիտասարդ բժիշկներ, 3 մասնագետներ եկել են, բայց փառք Աստծո իրենք էլ աչքի են ընկնում իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով։ Ես գոհ եմ իրենց աշխատանքից, որովհետև շատ գրագետ մասնագետներ են եկել մեր մոտ։ Ողջունելի է։ Բժիշկ Մանուկյան, ընդհանուր առմամբ, քանի որ 26 թվականից արդեն ներդրվում է բժշկական ապահովագրության այդ համապարփակ ծրագիրը, ինչպես եք վերաբերվում։ Ասեմ, այն իր հետ ինչ կբերի։ Լավ եւ վատ կողմերը կարող ենք տարանջատել։ Թե միայն լավն է տեսնել։ Այս ծրագրի մեջ ճիշտ ասած ես որպես առողջապահության կազմակերպիչ տեսնում եմ միայն լավը։ Ճիշտ է, սկզբնական շրջանում ինքը շատ դժվարություններ կունենա, որովհետև ցանկացած բնակարարում է, ցանկացած նոր ինչ որ process-ի նոր գործընթացի ներդրումը իր հետ բերում է որոշակի սկզբնական փուլում որոշակի խառնաշփոթի, որոշակի չիմացության, թերությունների եւ այլն, բայց սրանք շատ կարճ ժամանակում շտկվող են։ Իսկ ապահովագրական բժշկությունը ինքը ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է։ Շատ զարգացած երկրներ վաղուց արդեն ներդրել են այս համակարգը։ Մեր պետությունը նոր է սկսել, իհարկե փուլային է, մենք 2028 թվականին արդեն իրոք ունենալու ենք համընդհանուր ապահովագրություն։ Հիմա գիտեք, այս տարվանից բազմից երբ մեր ազգաբնակություններ լսել է մեր նախարարի ելույթները եւ սոցիալական ցանցերում նախարարի տված պարզաբանումները առողջապահության նախարարի ընդգրկվել են 0-ից 18 տարեկան երեխաները, ընդգրկվել են 65 եւ բարձր տարիքի անձինք, անկախ իրենք որևէ pedagogan պատվերից օգտվելու նախկինում արտոնություն ունեցել են, թե չեն ունեցել, ընդգրկվել են հաշմանդամություն ունեցող անձինք,
Այդ նպաստառումները աղքատության այդ համակարգում 28 եւ ամբողջ 0.1 եւ ավել բալ ունեցող շահառուներն են ընդգրկվել 201 եւ ավել 201,000 եւ ավել աշխատավարձ ստացող անձիկ են ընդգրկվել նույն նախկին այդ սոցփաթեթի շահառուների, այսինքն հանրային ծառայողներ, քաղցառայողներ, մանկավարժներ եւ այլն տարբեր pedagogan ծառայողների այդ սոցփաթեթի շահառուների փաթեթի եւս պահպանվել է նույն գնով։ Սա ինչ է բերելու, ինչ է տալու առողջապահության։ Նախ առողջապահության համակարգի համար ապահովագրական բժշկությունը բերելու է զարգացման առաջի հերթին, բերելու է ֆինանսական մեծ ներդրումների բերելու, որտեղ արդեն ապահովագրական ընկերություններն են, իհարկե պետությունը իր աջակցությունն ունենալու է, բայց հետագայում նաև արդեն ապահովագրական ընկերությունները իրենց պահանջները ներկայացնելով պահանջել են ավելի ապացուցողական, ավելի բարձր որակի բուժօգնություն, որտեղ փոխհատուցողն արդեն իրենք են եւ գումարի փոխհատուցման դիմաց իրանք պահանջել են նաև պատշաճ բուժօգնություն։ Սրանով է զարգանալու առողջապահությունը։ Սա ես ողջունում եմ, այսպես ասեմ, վաղուց սա պետք է ներդրվեր, ուղղակի ստերեոտիպին մեր ոլորտի պատասխանատուներն ավելի գիտակցում են, գիտեին երբ եւ որ տարվանից է ներդրվելու կամ ինչ պայմաններ են պետք մեր պետության համար, ինչ զարգացումներ են պետք, որովհետեւ ինքը վերջնական ներդրվի։ Հուսանք, որ գործընթացը հարթ կընթանա, մի քիչ, այսպես ասեմ, մեր բժիշկների ծանրաբեռնվածությունն է բուժաշխատողի շատանում, բայց այդ ծանրաբեռնվածություն ասելով, ասենք, իրենց պատասխանատվությունն է մեծանում, դա շատ տեղին է, դա այդպես էլ պետք է լինի, որովհետև ցանկացած բուժաշխատող, լինի ավագ բուժաշխատող, թե միջին բուժաշխատող, ինքը մարդկային կյանքերի հետ գործ ունի, ինքը պատասխանատվություն, այսպես տենպես, եթե ընտրել է այդ մասնագիտությունը, ինքը պետք է ունենա իր աշխատանքի հանդեպ մեծ պատասխանատվությունով պետք է աշխատի։ Բժիշկ Մանուկյան, առաջիկայում ինչ անելիքներ եք նախանշում։ Անելիքները նորից մեր զարգացումն է հագեցվածություն հատկապես սարքավորումներով, ինչ առումով, որովհետև մեր պետության մեջ բոլոր բուժհաստատությունները աստիճանաբար անցնում են վերալիցենզավորման փուլ, եւ սա ինքը բերելու է հնարավորություն է տալիս բոլոր բուժհիմնարկներին այդ կառավարության որոշումներով, նորմատիվական ակտերով արձանագրված են անհրաժեշտ սարքավորումներ, անհրաժեշտ պարագաները, որոնք որ բուժօգնություն կազմակերպելու համար բուժհիմնարկներին պարտադիր էր, ինչ պատճառներով նախկինում մարդիկ չեն ունեցել կամ շարքից դուրս են եկել, սա հնարավորություն է տալու թարմացնելու մշտական այդ գույքը սարքավորումները առաջ նայելու։ Մեր հիմնական ծրագրերը ուղղված են մեր շահառուին, մենք մեր պոլիկլինիկայի ամբողջ բժշկական հանրույթը, կոլեկտիվ, հատկապես մեր բժիշկները, մենք բազմից անգամ մեր առօրյա շաբաթական այդ դիսպեչերականների ժամանակ միշտ այդ մասին խոսում ենք, մենք միշտ աշխատում ենք վերտասել շահառուի, մեր բուժառուի շահերը ավելի վերտասել մեր անձնական խնդիրներից։ Դա շատ կարևոր է։ Այսինքն ամենակարևորը շահառուի գոհունակությունն է։ Եվ մեր հետագա անելիքները միշտ դրան են ուղղված։ Ինչ էլ որ ինչ սարքարում էլ որ փորձենք ձեռք բերել, ինչ համակարգ էլ փորձենք ներդրել, բոլորը ուղղված է բուժառուին։ Բոլորը ուղղված է բուժառուի պատշաճ բուժօգնություն կազմակերպելու։ Մենք էլ մեր կողմից մաղթենք եւ ցանկանք, որպեսզի այն ինչ ունեք, առաջիկայում պլանավորած, դրանք բոլորը կյանքի կոչվեն։ Շնորհակալություն, մենք էլ հուսանք, որ տա Աստված ամեն ինչ լավ լինի, առաջ կնայենք եւ ինձ թվում է մեր պոլիկլինիկայից ամենայն դեպս Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայից մեր բուժառուների մեծ մասը կողք կգնան։ Եթե դիմելու կարիք ունենան, երբ որ անհրաժեշտություն ունենան դիմելու։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ ձեր հրավերի համար, շատ շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էին Գյումրու Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արթուր Մանուկյանին։ Դե ինչ, առողջ եղեք, Մեդինֆոների եթերում։